Տիկին Սվետա, թույլ տվեք ձեր տարիքը հարցնել, այս հաղորդման շրջանակում մենք այդ հարցից չենք խորշում եւ մեզ միշտ հետաքրքիր պատասխաններ են տալիս այս հարցին։ Ես երբևէ կրկնվող պատասխան չեմ ստացել։ Դուք քանի տարեկան եք եւ այդ տարիքը ինչպես եք զգում։ 80։ Ես 80 տարեկան եմ։ 45 թվականին եմ ծնվել, հա։ Դու ինչ։ Դե գիտեք ինչ։ Ինչ։ Ոնց եք զգում տարիքը, դժվարացել է ինչ-որ մի բան, տխրում եք տարիքից, ոնց եք դուք այդ 80-ում տեղավորվում։ Интересный вопрос, конечно. Չեք մտածել այդ հարցի շուրջ։ Հոգեպես որքան եք զգում, քանի տարեկան եք զգում հոգեպես։ Հոգեպես իմ մաման մահացավ 90 տարեկանում, իրան որ հարցում է, ասում է, ես ոնց որ 16 տարեկան եմ, բայց քամ ապրել ես, ասում է, ոնց որ երազանցել։ Ինձ համար էլ է այդպես։ Ես էլ եմ զգում ջահել, բայց ինչքան ջահել։ Ինչքան 15 տարեկան։ 90-ում էլ 16։ Բայց դժվարություններ, օբյեկտիվ դժվարություններ տարիքը բերում է շարժունակության կամ չգիտեմ ինչ որ մտքի հոգու ծերացման տեսակետից ունեք այդպիսի խնդիրներ թե ոչ։ Դե ունեմ, իհարկե ունեմ, բայց դե հաղթահարում եմ։ Հետո այդ որ գիտեք գնում ես կենտրոն, այդ տանից դուրս ես գալիս, արդեն դա էլ է նպաստում որ դու քեզ ջահել զգաս։ Դե ես սիրում եմ ինչ որ գիտեք ինչ գալավալոնկի, որ ինչ որ այո, ահա գլուխ կոտրուկներ, դա հենց մարաշնել է գլուխ կոտրուկ, ինքը սովորական չի, ասեղնագործություն, ու դրա սուդոկույու եմ սիրում, բացի այդ խաչ բառերից եւ այլը, դա էլ է նույնը էլ, ինչ որ պետք է գլուխդ մի քիչ ջարդես, չէ՞, ոտ մտածես, ու դա ինձ դուր է գալիս։ Հենց այդ ժամանակ էլ ներողային կապեր են։ Հա։ Դա շատ ինձ մոտ է։ Իսկ նոր ընկերներ ձեռք բերել, խմբային աշխատանքը։ Իհարկե։ Նոր ընկերներ ձեռք բերեցինք, ծանոթացանք, հիմա միասին ինչ որ ժամանակ ենք անցկացնում, գնում ենք, ասենք թե կաֆեները եւ այլը, իրար տուն հյուր ենք գնում, համերգների ենք գնում։ Իսկ մեր տարիքում կորցնում ես, չէ՞, կամաց ընկերներիդ այս տարիքում մահանում են եւ այլը, հիվանդ են, էլի վիճակի չեն տանից դուրս գալ եւ այլը, իսկ դու նոր ընկերներ ձեռք բերեցիր։ Իսկապես հետաքրքիր է։ Այո, շատ հետաքրքիր է, Հետո լավ մարդկանց հետ ես, բոլորը լավ մարդիկ են, թեկուզ այդ մեր ընկեր Արմինեն, որը մեզ մարաշեր սովորացնում, շատ հետաքրքիր կին է, հաճելի, որ սենց հետո խոսում ես, արդեն զգում ես դրական էմոցիաներ։ Տիկին Սվետա, ձեր ստացած հմտությունները ասեղնագործության դուք կարող եք արդեն փոխանցել սերունդներին, ձեր զավակներին, եթե կուզեն անդորներին։ Այո, կարող եմ, այո։ Իսկ ինչ գույներ են ձեր ստեղծագործության հիմքում, ինչ գույներ եք օգտագործում։ Պաստելն է, չգիտեմ հայերեն։ Ոնց է պաստելը։ Ոչ վառ գույներ ամենքում։ Այո, եւ մեր ընկեր Արմինելը, այո, պաստելային ինքն էլ է սիրում այդ գույները։ Կարող եմ ցույց տալ, ես գործել եմ հենց մոտ սա։ Կարելի է ցույց տալ։ Հա, մոտ է հիմա։ Հա, հիմա այստեղ է։ Պայուսակի վրա էլ հենց դուք եք ասում։ Այո, որտեղ է երևոտ։ Շատ սիրուն։ Ես նշում, որ Տիկին Սվետան այնքան է հմտացել մարաշի ասեղնագործության մեջ, որ նաև մյուսներին է օգնում, մյուս տարեցներին։ Դե ասած, որ արդեն սովորելու այդ կարողությունն էլ ունի։ Այո, արդեն օգնում ենք այն նորերը, որ նոր են սկսում, մենք որոնք արդեն լավ են։ Տիկին Սվետլա, մինչ այս դուք ասեղնագործել եք ընդհանրապես, որ ասեղը վերցրել եք եւ կան արդյոք խոչընդոտող հանգամանք, կարող է ձեռքերն են ցավում, հոդերը, տեսողությունը, կա ինչ-որ մի բան, որ ձեզ եւ կարող եք ձեր հասակակիցների անունից էլ ասել, որ խոչընդոտում է այս գործին, այս գործը յուրացնելուն։ Իրանց խանգարում էր, իհարկե, տեսողությունը լավը չէր, երկու հոգի գիտեմ, այդպես, հա։ Հետո դե հիմա օպերացիան արի, արդեն օպերացիայից հետո երևի ինձ թվում է լավ կլինի։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, ձեր զգացողություններում, երբ որ դուք ունեցաք այս կայուն զբաղվածությունը։ Ինչ փոխվեց, վստահություն։ Հետո զգացի, որ ինձ հարգում են։
ոչ միայն աշխատողները, դեմայրամա, ասենք թե Լիլիթը, եւ մեր տարիքիցները, այո, որովհետև կարողանում ես, չէ, արդեն քեզ հարգանքով են վերաբերվում եւ այլն։ Տիկին Սվետլանա, առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչի վրա եք հիմա աշխատում եւ ինչ ծրագրեր ունեք եւ քանի տարվա են այդ ծրագրերը։ Քանի տարվա են իմ ծրագրերը։ Դե ես գիտեք ես ինչ եմ ուզում գործեմ, խաչ եմ ուզում գործեմ, մարաշ։ Սենց ռամկայի մեջ տնեմ, որ հիշատակ մնա իմ երեխաների համար։ Ընդ որում 2 հատ պետք է գործեմ, մեկը աղջկա ստանը որ լինի, մեկը տղայի ստանը որ լինի։ Ինչքան ժամանակ կգնա դրան։ Պլանավորել եք։ Դե գիտեք ինչ, ես հիմա շատ զբաղված եմ, ու դա կարող է մի տարի էլ տևի, որտեվ դանդաղ եմ գործանում, не потому что ես եմ դանդաղ գործանում, այլ հնարավորություն չունեմ, որտեվ տանը 2 թորնիկ ունեմ, պետքա հարսս գնում է գործի, ես էլ պետքա գործեր անեմ, կերակրեմ եւ այլն եւ այլն։ Այսինքն տնային գործերում դեռ ներգրավված եք։ Բա ոնց։ Ես մտածեցի ամեն ինչ թողել եք, բոլորին մեծացրել եք, արդեն ձեր հոբիով եք զբաղված։ Ոչ։ Շատ լավ որ ունեմ։ Դա էլ այնց իմ թորնիկը գիտեք ինչ է ասում։ Տատիկ, դու գիտես ինչ է ջահել, որտեվ ինձ հետ է շփվում։ Ասում այո, քեզ հետ եմ շփվում, ջահել ես։ Երեխաների իմաստն է, անցած անգամ մի դեպք էլ ես պատմեմ, մի պապիկի հարցրեցի, ասացի, դուք եք ձեր թորանը պահում։ Ինձ նայեց, մտածեց, ասաց թորոս է ինձ պահում։ Ճիշտ ձեզպես։ Բա ճիշտ է։ Դե ես թոշակառու եմ, հա, թորնիկներով է զբաղվում, Ռուսաստանից է եկել, այնտեղ էլ ես ծորնիկ ունեմ, իրան էի մեծացնում եւ այլն, հա, եկա ծորնիկ թե թորնիկ։ Ծորնիկ։ Այսինքն թորներին մեծացրել վերջացրել եք, անցել եք ծորներ։ Այո, ծորնիկներին, հա։ Ու եկա որ իմացա այդ տեղը, եկա շատ դուրս եկավ, որովհետև ես եւ նկարել եմ սիրում, եւ այդ ասեղնագործությունը, հետո գիտեք մարաշը ընդհանրապես ինչ որ շատ մաթեմատիկայի հետ ունի գործ։ Իսկ ես սիրում եմ մաթեմատիկան, ես երբին պոլիտեխնիկն եմ ավարտել, մեխանիկ եմ, ու դա ինձ մոտ էր, այդ գծագրերը եւ այլն, բոլոր մարաշի ձեռագործը, հասկանում եք, ինչ որ մաթեմատիկ մարդ է հնարել։ Շատ էր դուր գալիս ու մի քանի գործեր կատարել եմ, արել եմ, մեծ հաճույքով, ու գիտեք ինչ, որ գործում ես, զգում ես, որ դու մեծահասակ ես, քո վրա առաջ նայում եմ, բայց այստեղ արդեն դու ինչ որ մեծացար քո աչքերում էլի, որ դες ինչ լավ է, որ կարողացա, այո, ես կարողացա էլի հաղթահարեցի դա, կարողացա ու լավ ստացվեց ու ինձ գովեցին եւ այլն եւ այլն։